Երբ մարդկանց անօրենությունները շատանում են, Աստված ջրհեղեղ է բերում, Նոյի օրոք, եւ ջրհեղեղ է լինում, մարդկությունը ամբողջ ջրհեղեղով վերանում է։ Եվ պատկերացրեք, որքան շատ էր մեղքը անօրենությունը, որ ամբողջ աշխարհում ընդամենը մեկ Նոյ գտնվեց։ Իր ընտանիքը փրկվեց, 8 հոգի ընդամենը։ Որքան 100 հազարավոր մարդիկ կային, որոնք ջրհեղեղով կործանվեցին, գնացին։ Եվ երբ ջրհեղեղը վերջանում է, Աստված ուխտի նշան նայում Նոյի հետ, Ծիածանի երկնքում, ինչ էր այդ ուխտի նշանի իմաստը, խորհուրդը, որ Աստված ամբողջ աշխարհը ջրհեղեղով այլևս չի վերացնելու։ Եվ մի փոքրիկ հետաքրքիր նախադասություն է խոսում։ Տերը ասում է. որովհետև մարդու միտքը մանկությունից մեղքի ծառայության մեջ է։ Այդ պատճառով ամբողջ աշխարհը ջրհեղեղով այլևս չեն վերացնել։ Ինչ է ուզում ասել Տերը այդ մի փոքրիկ նախադասությամբ, որի մեջ խոր աստվածաբանություն կա, որ մեղքը մարդու մեջ մանկությունից է սերմանվում։ Ինչն է պատճառը։ Տարբեր պատճառներ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին մի քանի պատճառներ է ասում։ Առաջին պատճառը ասում է մարդու խառնվածքն է։ Հիմնականում 4 խառնվածքներ կան։ 4 տարրեր կան։ Ըստ 4 տարրերի 4 խառնվածքներ կան։ Առաջին տարրը հողն է։ Նա ով հողի տարը իր մեջ շատ է, դանդաղաշարժ է, ծույլ է, բայց ենթադրենք մեր մեջ հողի տարը շարժ է, ինչ է, մենք դանդաղաշարժ ու ծույլ պետք է լինենք, ոչ, այլ մենք ընդհակառակը պետք է լինենք հաշվեկշիռ, հեռանկարային, այսինքն նա ում մեջ հողի տարը շատ է, այնպիսի գործեր պետք է նախաձեռնի, որը մեծ համբերություն է պահանջում, այսինքն հողի տարը իր մեջ ունեցող մարդը համբերատար մարդ պետք է լինի, այսինքն համբերությամբ պետք է զինվի եւ մեծ գործեր պետք է նախաձեռնի, որի համար պետք է համբերություն, խաղաղություն, հանդարտություն, ոչ թե դանդաղաշարժ ծույլ պետք է լինել, ընդհակառակը պետք է լինի համբերատար, երկայնամիտ, մեծ գործեր նախաձեռնի։ Մեկի մոտ ջրի տարն է շատ։ Ջրի տարը երբ որ շատ է, ցանկասեր ու բղջախոհ է լինում։ Ցանկասերություն ու բղջախոհություն ջրի տարն են խորհրդանշում։ Ինչպես Ավետարանում մեր Տերը ասում է մի դիվահարի մասին։ Մանկությունից ասում է դևը նրան ուզում էր կամ կրակի, կամ ջրի մեջ գցել եւ սպանել։ Բայց Աստծո ողորմության ողջ է մնում երիտասարդը։ Ջուրը խորհրդանշում է գեջ ցանկությունները, իսկ կրակը բարկությունը, կրակին կանձադառնանք։ Հիմա ինչ անենք, մարդու մեջ տարը ջրի շատ է, կարծեմ թե այս մի տարը շատ շատերի մեջ է շատ։ Մարդու սիրտը, միտքը, հոգին անպայման պետք է սիրով լցվի։ Եթե հոգևոր սիրով չի լցվում, ապա մարմնավոր աղբն է լցվում։ Մեր մեջ մենք պետք է զարգացնենք հոգևոր ճաշակը, հոգևոր սիրով պետք է լցնենք մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին, եւ երբ մենք զբաղված ենք, լցված ենք հոգևորով, մարմնավորը մեզ համար հաճելի չէ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է հոգևոր սերը անուշահոտություն է, բուրմունք է, մարմնավոր սեր ասում է գարշահոտություն է, համեմատած հոգևոր սիրուն։ Հոգևոր սեր ասում է դանդաղ է լինում, սկզբում դանդաղ է լինում, հետո կամաց արագանում է, ինչպես սարից նետված քարը, սկզբում դանդաղ է, հետո արագանում է, վերջում ամենաարագն է լինում, ճիշտ այդպես էլ հոգևոր սիրով է առաջնորդվում, երբ որ հավատքի է դարձի է գալիս,
սկզբում դանդաղ է, քայլ առ քայլ է գնում առ Աստված, հետո ուժեղանում այդ սերը, ավելանում է եւ վերջում իր ամենաբարձր արագությունն է ունել։ Իսկ մարմնավոր սերը հակառակն է, սկզբում բուրը, ինչպես վերև նետված քարը, բռնությամբ է մարմնավոր սերը, ոչ թե բնությամբ, հոգևոր սերը բնությամբ է, իսկ մարմնավոր սերը բռնությամբ։ Դու ինքդ քո վրա բռնություն ես գործադրում, երբ որ դու ուզում ես սիրես։ Տեսել չէ, բոլոր սերը ինչ որ կա Ռոմեո Ջուլիետայից սկսած անուշով սարով վերջացած բռնություն կա մեջ։ Ոչ թե ուրիշն է քեզ բռնանում, այլ ինքդ դու քո վրա բռնանում ես։ Եվ քեզ ստիպում ես սիրել։ Աստծուն պետք է սիրելու համար բնականորեն մեր մեջ դրված աստվածային սերը, իսկ աշխարհիկ մարմնավոր սերը անպայման բռնություն է ենթադրում։ Մենք կարող է չտեսնենք, չխոստովանենք, չընդունենք, որ մենք բռնանում ենք մեր վրա, չէ՞, այդպիսի բան չկա։ Անպայման ինչ-որ բռնություն կա, կամքին հակառակ է, որտեղ մեր կամքը աստվածային սիրուն է հատուկ։ Իսկ աշխարհիկ մարմնավոր սիրուն հատուկ չէ։ Դու կամքի դեմ ես գնում մարմնավոր սիրո մասին, ոչ թե հոգևոր սիրո։ Հա՞։ Մենք կարող ենք բոլորին հոգևոր սիրով սիրել։ Սա գեղեցիկ է, բնական է։ Բայց երբ որ այդ հոգևոր սիրից անցնում ենք մարմնավոր սիրո, սահմանն անցնում ենք, արդեն մենք պետք է բռնություն գործադրենք, որ մեր սերը իբրև թե իմաստավորենք։ Ուրեմն, ում մեջ որ ջուրն է շատ, պետք է ավելացնի աստվածային սերը, հոգևոր սիրով լցնել եւ ոչ թե մարմնավոր սիրով։ Ում մեջ կրակն է շատ, բարկացկոտ է, փութկոտ է եւ անհամբեր է։ Եթե կրակը քո մեջ շատ է, ուրեմն դու ջերմերան պետք է լինես։ Այդ կրակը դու քո պետք է վերածես աղոթքի, ջերմերանդության, Աստված պաշտության։ Եվ ոչ թե կրակը վերածես բարկության ու մարդկանց վրա բարկանաս ու վրեժխնդիր լինես, կոտորես, սպանես, ջարդես։ Այլ ընդհակառակը դու պետք է վերածես ջերմերանդության, սիրո, աղոթքի մեջ կարգավորվում է կրակը։ Եթե աղոթք չի լինում, կրակը դառնում է բարկություն։ Ավետարանը մեր Տերն ինչ ասում, նա ով ընկերոջ ասեց հիմար բարկացավ, արդեն մարդասպան է։ Բոլոր մարդասպանությունները պահի ազդեցության տակ են եղել, այսինքն բարկացել են եւ հասել է մարդասպանության։ Եվ ում մեջ օդի տարն է շատ, թեթևամիտ է, այսինքն օդերով է, հպարտ է, ինք իր մասին մեծ կարծիք ունի։ Եվ եթե մեր մեջ օդի տար կա, մենք ոչ թե պետք է հպարտ լինենք, այլ ընդհակառակը խոնարհ պետք է լինենք։ Եթե մենք սիրում ենք վերին բաների մասին մտածել, իրապես վերին բաների մասին մտածել, ոչ թե դատարկ բաների մասին, այլ վերին բաների մասին պետք է մտածենք։ Այս մասին մի հետաքրքիր պատմություն կա, մի փիլիսոփա գալիս է մի ծերի մոտ, ասում են ձեր նպատակն ինչ է, ձեր կյանքի նպատակը, վանական ծեր ա լինում։ Ասում են դե մեր կյանքի նպատակը սրբությունն է, մենք ձգտում ենք մեղքերից մաքրվել, սրբվել, որ Աստծուն մեր մեջ ունենանք։ Ես իմ կյանքի նպատակը ճշմարտությունն իմանալն է։ Հա, այսինքն էս իմաստասեր փիլիսոփայի մեջ օդի տարը շատ էր մի քիչ։ Եվ ես ծերը հարցում ես, դեպի այդ ճշմարտությունը ինչ եք ուզում իմանալ, էլի։ Գեղեցիկ, հանգիստ, խոնարհ հարց է տալիս։ Ասում եմ, որ իմանանք չարն ու բարին, լավն ու վատը, արդարությունն ու մեղքը։ Հետո իմացաք, հետո մենք էլ գիտենք չարն ու բարին, լավն ու վատը, ճշմարտությունն ու արդարությունն ու մեղքը, եւ ուզում ենք մերժել չարը, ընտրել բարին, մերժել վատը, ընտրել լավը, մերժել մեղքը, ընտրել արդարությունը։ Հիմա ո՞րն է ավելի կարևոր, ձերը թե մերը։ Ձեր առաջին քայլն է միայն, ընտրել, որոշեցիք։ Արդեն որոշված է, դուք նոր եք ուզում որոշել, բայց դրանք արդեն որոշված է։
մենք էլ որոշված ուզում ենք կատարել։ Որն է ավելի կարևոր բնականաբար մերը, այսինքն իր մեջ մի քիչ օդի տարը շատ էր, օդերով էր, հովերով էր, իրականում գործնականում կյանքում չէր վերածում ինչ որ խորհրդածում էր, այլ մենք պետք է դարձնենք իրականություն։ Մեր ձգտումը, քրիստոնեական հավատքը դա գաղափար չէ, գաղափարախոսություն չէ, երազանք չէ, այլ իրական կյանք է, իրական նպատակ է, որտեղ մեր Տերն ավետարանում ինչ է ասում, երկնքի արքայությունը ձեր մեջ է, կոնկրետ, այս պահին, հիմա։ Եվ եթե երկնքի արքայությունը մեր մեջ է, ուրեմն մենք հավիտենականությունը վայել ենք ժամանակավորի մեջ, որտեղ երկնքի արքայությունը ժամանակ տարածություն չի ճանաչում։ Այդպես էլ եթե երկնքի արքայությունը մեր մեջ է, ուրեմն մենք էլ երկնքի արքայության մեջ ենք եւ հավիտենականությունը մեր մեջ է հայտնվում։ Պսի հետաքրքիր խորհուրդ կա։ Տեսեք, իմաստասերի դատարկ փուչ մտածելակերպ է եւ մեր քրիստոնեական հավատքի կատարյալ ճշմարտությունը։ Ուրեմն իմացանք 4 տարերը որն են, որով մենք պետք է փորձենք ճանաչել ինքներս մեզ, ճանաչել ինքդ քեզ, ասում է Սողոմոնի իմաստությունը, որ կարող ենք ճիշտ մեր հետ վարվել, ամեն շատ դժվար է մարդ ինքն իրեն ճանաչում, բայց երբ որ ճանաչում է, պետք է իրեն ճիշտ ուղղորդի։ Աստված ամեն մարդու մեջ ինչ-որ մի շնորհ պատաղանդ է դրել, հա, ըստ իր խառնվածքի, ըստ իր մտահայեցողության, ըստ իր կյանքի։ Անգամ Սուրբ գրքի հեղինակները, մարգարեների առաքյալները, թեպետ Սուրբ հոգով ներշնչված գրում են, բայց ամեն մեկի գրվածքի իր անձնական ոճը կա։ Պողոս առաքյալի թղթերը լրիվ ուրիշ են, Պետրոսինը ուրիշ են, Հովհաննեսինը լրիվ ուրիշ են, սիրո մասին է, սիրո երգիչն է Հովհաննեսը։ Ավետարանները ուրիշ են, թեպետ բոլորն են Սուրբ հոգու կնիքն ունեն, Սուրբ հոգով են գրված, բայց մարդկային գործոնն էլ կա մեջ։ Յուրաքանչյուր մարդու խառնվածքը, բնավորությունը, սովորությունները անդրադարձվում են ավետարանի մեջ։ Ուրեմն առաջինը իմացանք, մարդը մեղք է գործում խառնվածքից։ Երկրորդ, մարդը մեղք է գործում սովորությունից։ Ավետանում, ինչպես լսեցինք, ասում են մանկությունից մատկու միտքը մեղքի ծառայության մեջ։ Եթե մենք մեր մանկությունը քննենք, այստեղ բոլորս էլ լավ գիտենք, որ մանկության ժամանակ այնպիսի բաներ են մեր մեջ սերմանվել, ցավոք սրտի չգիտեմ ինչի, միգուցե շրջապատի պատճառով, միգուցե ընտանիքի պատճառով, որ մեզ ճիշտ չեն դաստիարակել, մեզ չեն սովորեցրել, հոգևոր գիտակցություն չեն տվել, կամ էլ տվել են, մենք երեխա ենք եղել, չենք հասկացել, հա, բայց բոլորս էլ կարող ենք վկայել, որ մանկությունից մեր մեջ այնպիսի բաներ են սերմանվել, հա, եւ աճել են ցավոք սրտի, եւ ժամանակ առ ժամանակ պատուղ են տվել նաեւ, արտահայտվել են, օրինակ ծխելու սովորությունը։ Եվ շատ մարդկան գիտեմ, որ չգիտեմ, փոքր տարիքից 7, միգուցե 8 տարեկանից ծխել են։ Եվ ասում ես ծխելի թարգի, ինքը ոնց որ ծխախոտ եմ, ասում եմ, ես ինքս ոնց ինձ թարգեմ, ես ինձ մերժեմ։ Հա, ինքան ծխել են մարդիկ, ոնց որ նայում ես վարված ծխախոտ լինի, մոխիր դարձած մարդ լինի։ Այնքան է ծխել, արդեն իրենք ծառայության ստրիպության մեջ։ Հիմա ինչ անենք, լավ։ Հա, հասկացանք մանկությունից ծառայել ենք։ Հիմա ուզում ենք, բայց էլ չծառայենք մեղքին, գիտակցել ենք։ Այնքան որ մենք ծառայել ենք մեղքին, այնքան պետք է պատերազմենք մեղքի դեմ։ 10 տարի, ուրեմն 10 տարի պետք է պատերազմենք, համառով են։ Եվ այսպիսի ձգտում ու փափակ պետք է ունենանք, որտեղ իմացեք, որ մեղքի ծառայությունը չի վերջանում, շարունակվում է։ Հավիտյան պետք է 10 տարի ծառայել ես, 20 տարի մինչև կյանքիդ վերջել կծառայես մեղքի եւ հավիտյան դժոխքում կտանջվես։ Դες այն մեղքը ինքը չի ազատում մարդուն, եթե մարդը մեղքից չի ազատագրվում, մեղքը երբեք չի ազատում մարդուն։
միշտ ծրկության մեջ է բանում, ինչպես մեր Տերն Ավետարանում ասում է, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Հիմա ինչ անենք, լավ, 20-30 տարի ծխել ենք, հիմա ծխելու սովորություն մեր մեջ կա։ Մեր մեջ 20-30 տարի պատրաստակամություն պետք է լինի մեղքը հաղթահարելու։ Եվ ես համոզված եմ, երբ որ մարդը այսպես տրամադրվի եւ այսպես պատերազմի, Աստված այդ 30 տարին արագ կրճատել վրա։ Հա? 30-ի փոխարեն միգուցե մի տարում կամ մի ամսում դու կարողանաս թարի, բայց եթե չես հուսահատում, եթե դու աղոթքով ամբողջ օրին Տիրոջ արտասուքներով դիմում ես, այսպեսի շատ պատմություններ կան, մեր հավատացյալները պատմում են, կարծեմ թե դուք եք շատ լսել, երբ որ չեն կարողացել օրինակ ծխելու սովորությունը հաղթահարել, ցնկել են Աստծո առջև, Խորանի առջև արտասուքներով խնդրել են, ասել են Տեր Աստված, մենք իզորուտ չենք։ Դու մեզ սովորեցրու, որ թարգենք ծխել։ Բայց այնպիսի մի զզվանք է առաջացրել ծխախոտի հանդեպ, որ մյուս պահից սկսած այլևս չեն ուզել ծխել։ Նույնիսկ բոլոր մյուս սովորությունները, հարբեցողություն, հաշիշամոլություն, ցանկասիրություն, բաղջախոհություն, խաղամոլություն, այս մի չարիքը շատ չկար մեր մեջ, բայց այս նոր այս խաղերը երբ որ ստեղծվեցին, առաջ չկային խաղ, այդպես չկան, իրապես չկային, գաղտնի իրանի այն խիստ նեղ շրջանակներում էր խաղամոլությունը, բայց հիմա համատարած է, այսինքն ինչ-որ համատարած է դառնում, մեղքն էլ է համատարած դառնում, այսինքն շատ-շատերն են տուժում դրանից։ Եվ Ավետարանում Տերն ինչ է ասում է, քո երեսի քրտինքով քո հացը ուտես, բայց խաղամոլությունը քո երեսի քրտինքով չես ուտում, դու ինչ-որ հնարք ես անում, բայց փաստային է ցույց տալիս, որ դու միշտ տուժում ես։ Ցավոք սրտի ինքնաարդարացման համար միշտ հիշում ես այն քո շահածները, բայց մոռանում ես քո տուժածները, հա? Չես ասում, որ ես 90,000 պարտվեցի, ասում ես 10,000 հաղթեցի, բայց 90,000։ Եվ այդպես դու միշտ պարտվում ես։ Եվ ոչ միայն դրամի իմաստով ես պարտվում, այլ նաև հոգևոր պարտություն ես կրում։ Դու դառնում ես ստրուկ, ենել ինչ ստրուկ, գիշեր ցերեկ չունես, հանգիստ չունես, ամբողջ ժամանակ մտածում ես, գիշերն էլ չես քնում, գնամ խաղադրույք անեմ եւ այդ մարդը քո համար թշնամի է դառնում, կամ այդ հաստատությունը մի կողմից քեզ գրավում է, քաշում է, դու ուզում ես գնաս այնտեղ խաղադրույք անել, մյուս կողմից այդ մարդիկ, որ այդ համակարգը ստեղծել ու քեզ թշնամի են դառնում, հա? Թե մարդը ինչ կապ ունի այդտեղ, այդ բոլորի հետևը չարն է կանգնած։ Երբ որ խաղատներ բացող եւ խաղադրույք կատարող մարդիկ տեսնեն, թե ինչ ծուղակի մեջ են իրենք, թե ինչ մեծ թակարդ է լարել իրենց համար սատանան, որ մեկին գայթակղեցնում է, մեկին էլ գայթակղվելու համակարգ է ստեղծել տալիս։ Եվ այդպես ծուղակի մեջ բռնում է և պահում է մարդկանց։ Ուրեմն մենք պետք է հրաժարվենք այս չար սովորություններից, ինչու հանուն ազատության, հանուն խաղաղության, հանուն հանդարտության, ամենամեծ շնորհը Աստծուց մարդուն տրված ինչն է, ազատ ինքնիշխան կամքը։ Արիստոտելն ասում է, նա չէ, ով շատ բան գիտի, որ իմաստուն է, այլ նա իմաստուն, ով կարողանում է սանձել իր կրքերն ու ցանկությունները, ով կարող է ինքը վրա իշխել, ազատ է ամեն տեսակի չար սովորություններից, ինքն է իշխում դրանց վրա, ոչ թե դրանք են իշխում իրեն, այլ ինքը իշխում է սովորությունների վրա, ինքը կարող է արագ իրեն փոխել և միշտ աշխատում է իր վրա, այսինքն երբ որ մարդը ինքնատիրապետման մեջ է, ինքն իրեն տիրապետում է աղոթքով, Աստծո ողորմությամբ և ազատ է հոգին, շնչում է և ուրախություն է վայելում, հասկանում է, թե ինչից ինքը զրվեց, ինչի պատճառով։
Բայց երբ որ մարդ այս բոլորը չի ճաշակել, ազատությունը չի ճաշակել, ուրախությունը չի ճաշակել, այլ մանկությունից ստրկության մեջ է, ինչպես Սուրբ Գիրքն ասում, մարդու միտքը մանկությունից մեղքի ծառայության մեջ է։ Ոնց որ իրեն թվում է, թե ինքը այդպես է ստեղծվել է, ինքը միշտ պիտի ծառա լինի։ Բայց պետք է անպայման ապակենք, ցկտենք, գոնե մի ակնթարթ, մի պահ ճաշակել այդ հոգևոր ազատությունը, որպեսզի հասկանանք, թե մենք ինչի համար, ինչից ենք զրկվում։ Եկեղեցու Սուրբ Հայրը ասում են, եթե մենք մի բուռ ոսկի ունենանք եւ տանք, թրիկ կգնենք, չէ՞ ասում են, ով ոսկին կտա թրիկ կգնի, չէ՞, բայց ամեն օր ենք դա անում։ Ոսկին տալիս ենք, թրիկ ենք գնում։ Այսինքն մեր աստվածային շնորհները, մեր ազատությունը, խաղաղությունը տալիս ենք, շահում ենք հոգս, շահում ենք գայթակղություն, մեղք։ Մի թագավոր է լինում, իր բոլոր իշխաններին, նախարարներին կանչում է, առջևը երկու սափոր, կուժ է դնում։ Այդ երկու շափորներն էլ փակ են լինում։ Առաջինը դրսից գեղեցիկ քարերով, ոսկի, մարգարիտ, ընդելուզված սիրուն, սենց կուժա լինում։ Մյուսը պարզ հասարակ կավի կուժա լինում։ Եվ թագավորն իր նախարարներին, իշխաններին ասում է, դե գնահատեք այս երկուսը, որն է ավելի արժեքավոր թանկ։ Դե բոլորն ասում են, դե չպարզ ասում է։ Գեղեցիկ մարգարիտներով, քարերով ընդելուզված կուժը թանկարժեք է, մյուսը հասարակ կուժը։ Մա լավ, ապրեք, դե հիմա բացեք այդ կուժերը։ Առաջինը բացում են, մեջից օձերը դուրս են գալիս ու սկսում են խայթել իրենց։ Ասում են, դե մյուսը բացեք հիմա։ Մյուսը բացում են, տեսնում են ինչքան որ նրա արտաքինն էր, սրա ներքինը հազարապատիկ շատ ավելի լիքն է, ոսկիներով, ադամանտներով, արծաթներով։ Ասում են, այսպես էլ մարդու կյանքն ասում է, արտաքինից գեղեցիկ ամեն ինչ թվում, բայց ներսից աղբան, մեղք է։ Ասում եմ, բայց պարզ հասարակ քրիստոնեական կյանքը ներսից լի է ամեն ինչով, Աստված պաշտությամբ, եւ արտաքինից չի երևում, չես էլ տեսնում, հա? Բայց ներսից լի է մեծ հարստությամբ։ Պետրոս Առաքյալը շատ հետաքրքիր խորհուրդ է տալիս կանանց, ասում է, կանայք թող չընդելուզվեն գեղեցիկ մարգար տեղենով, իրենց ոչ թե արտաքինը զարդարեն, այլ ներքինը զարդարեն, ներսը, հոգևոր շնորհներով ոչ թե արտաքին, ներսը զարդարեն։ Եվ քո ներսը լի է լինում ամեն ինչով, քո արտաքինն այդքան ուշադրություն չես դարձնում։ Էյնշտեյնի մի անգամ իրենց տունն են այցելում, տեսնում են, բացում են զգեստապահարան, տեսնում են նույն տեսակ վերնաշապիկներ, պիջակներ, շալվարներ, նույն տեսակ կոշիկներ, 10 հատ, 20 հատ։ Սարմանում ասում են, չես ձանձրանում, նույն բանը ամեն օր հագնում ես, ասում են։ Չէ, ասում եմ, ես դիտմամբ եմ ասում եմ նույնն արել, ասում եմ, որ անգամ ժամանակ և մտածում չունենամ շոր ընտրելու համար։ Այդպես եմ, գիտեմ նույնը։ Եվ այդպես գնում եմ, բայց ինչ մեծ գիտնական է, հարաբերականության տեսությունն է հայտնագործել։ Մենք էլ պիտի ավելի շատ ներսը լցնենք հոգևոր, երբ որ ներսը լցնում եմ, ուրախանում ես, երջանկանում ես, ցածրարժեք բաները քեզ չեն հետաքրքրում, ես չես էլ ուզում։ Դու քաղցր ես ճաշակել, քաղցրությունն ես ճաշակել, աստվածային սիրո մեղրն ես ճաշակել, այս շաքարը քեզ համար հաճելի չի։ Եվ վերջո մարդը մեղք է գործում չար շրջապատից։ Ցավոք սրտի այսօր չար շրջապատներ կան, եւ լինում են, եւ շատ է։ Եվ շատ անգամ չար շրջապատի պատճառներով եւ իր ընկերների պատճառով այնպիսի մեղքերի մեջ է ընկնում, որ մինչեւ կյանքի վերջ խորտակվում։ Կտեսնես չար շրջապատ, չար ընկերներ կունենաս, հեռացին այն ընկերը, որ քեզ տանում է գողության,
հարբեցողության, հաշիշամոլության, խաղամոլության, շնության, պոռնկության, նա քո թշնամին է, նա քո ընկերը չի։ Ընկեր նշանակում է ընդկեր, հետը հացկեր։ Մենք հայկական գիտակցության մեջ կա, որ ում հետ հաց կեսեցիր, ուրեմն քեզ ընկեր է դառնում։ Բայց սրա մեջ ավելի խոր իմաստ կա։ Նյութական մարմնավոր հացի մասին չի խոսում այստեղ, հոգևոր հացի մասին է խոսքը։ Այ, երբ որ մենք հոգևոր հաց ենք կիսում միմյանց հետ, այսինքն հոգևոր զրույց ենք ունենում, նույն Տիրոջ մարմինն ու արյունն ենք ճաշակում սուրբ սեղանից պատրայքի ժամանակ, մեր ընկերությունը իրական է դառնում։ Ինչքան է լավ ընկեր լինում են, իրենց ընկերությունը ժամանակավոր է, այս աշխարհով է սահմանափակվում։ Իսկ հոգևոր ընկերություն, երբ որ մենք նույն Տիրոջ մարմինն ու արյունն ենք ճաշակում, նույն ավետարանն ենք կարդում, նույն եկեղեցին ենք գնում, հավիտենական է։ Այդ ընկերությունը հավիտենական է, ժամանակավոր չէ։ Հավիտյան Տիրոջ մարմնի անդամներն ենք եւ Քրիստոսի հետ պետք է եկեղեցիության արժանանք, եթե արժանանք։ Այսինքն մենք պետք է ընտրենք ընկերությունը իսկական, իրական ընկերությունը։ Կարծեմ թե յուրաքանչյուր մարդու համար իր ընկերը իր քույրը, եղբայրը պետք է լինեն, իր մտերիմը, հարազատը։ Մեծ մասամբ 90% դրանք անդավաճան ընկերներ են, հա։ Բարեկամներին դու չես ընտրում, բայց ընկերներին դու կարող ես ընտրել։ Բարեկամն Աստված է ընտրել, քեզ տվել է։ Քո քույրը, քո եղբայրը, քո ծնողը, քո հավիտենական ընկերներն են եւ նրանց հետ միշտ պետք է ընկերություն անես։ Մնացած դուք եկեղեցու մեջ հավատացյալ շրջապատից լինեն քո ընկերները, քո ընտանիքը նոր ընտանիք պետք է լինի։ Ավետարանը մեր Տերն ինչ ասում, ով են քույրը, իմ մայրը, իմ եղբայրը, նա ով լսում է Աստծո խոսքը եւ կատարում։ Նրանք, ովքեր Աստծո խոսքը եւ լսում են ու կատարում են, գաղափարակից են դառնում, իրար հասկանում են, իր նույն բանն են ուզում, նույն բանն են մտածում եւ շատ հեշտ են իրար հասկանում եւ իրենց ճանապարհները եկեղեցի աղոթել, աշխատելու սովորել, ուրիշ ճանապարհ չունեն, մեղքի ճանապարհներով չեն։ Ուրեմն մարդը մեղք է գործում նաեւ չար ընկերակցությունից եւ չար սովորությունից։ Ինչպես մենք ասեցինք, մանկությունից մարդու միտքը մեղքի ծառայության մեջ։ Ուրեմն այս 3 պատճառները, երբ որ մենք լավ քննենք, ինքներս մեզ լավ ճանաչենք, մեր խառնվածքը լավ իմանանք, մեր ընկերներին մենք ճիշտ ընտրենք, մեր չար սովորությունների դեմ պատերազմենք, այսինքն չար խառնվածք, չար ընկերություն, այսինքն չար միջավայր եւ չար սովորություն։ Ուրեմն մենք մեղքը կհաղթարենք, ուրեմն մենք ազատ կլինենք, երջանիկ կլինենք, խաղաղ կլինենք։ Ուրեմն ընտրենք այս բարի մերժենք չարը։